Վանաձորի պետական համալսարանի արդեն Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարանը տվեց իր առաջին պտուղները։ Այս տարի վարժարանն ավարտեցին առաջին շրջանավարտները։ Վերջին զանգի արարողությունը տեղի ունեցավ հենակետային վարժարանի բակում։ Յուրաքանչյուր դասարանն իր տեղն էր զբաղեցնում։ Հարազատ կրթօջախին հրաժեշտ էր տալիս 12-րդ A դասարանը, որի դասղեկն էր Գոհար Քոչարյանը։ Այս դասարանի աշակերտները ներկայացնում են անգլիական հոսքը։ Նրանց կողքին կանգնել էր 12-րդ B դասարանը։ Իրենց դասղեկ Նարինե Բարսեղյանի հետ միասին։ Այս դասարանն էլ ներկայացնում էր բնագիտական հոսքը։ Հաջորդը 12-րդ D դասարանն էր։ Պատմական հոսքի աշակերտներն իրենց դասղեկ Լուսինե Վարդանյանի հետ կողք կողքի կանգնել էին մյուս հավաքվածների շարքում։ Եվ վերջապես ներկա էին նաև ռուսական հոսքի սաները։ 12-րդ Ե դասարանը, ովքեր իրենց դասղեկ Ինեսա Գարդիշյանի հետ եւս ետ չէին մնացել ընդհանուր տոնական արարողությունից ու մասնակցում էին վերջին զանգի միջոցառմանը։ Chiquitito, un gesto tierno, una mirada, un abrazo, una flor, algo pequeñito, algo chiquitito, un simple te quiero con dulzura, con cariño y compasión. Es lo que te pido, amor, mi vida se derrumba, me partes el corazón. Trata pronto de cambiar, el tiempo se termina ahora de verdad. Ուսուցիչներ շատ սիրելի, ժամն է արդեն մեր բաժանման, ժամն է արդեն մեր հրաժեշտի, ժամն է թախծի ու անջատման։ Ոչինչ չեմ կարող ետ բերել, 3 տարին մեկ օր դարձավ, մեզ համար արդեն հուշ է։ Մեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր ու լուսավոր տարի մեջ, բացվում են ուրիշ ճանապարհներ նոր, այսօր բանից յանտրատեր, կանչում է մեզ նոր այլ ապրեր, և սրտերում է հիմա, ուրիշ հոսենք երազներ կան, այսօր դաշնշների օր է, բայց երբորի օր հանդիպան, մենք ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ։ Эти 3 года вы вполне можете называться нашей мамой. Нашей второй мамой, школьной мамой, классной мамой. Ведь вы для нас больше, чем учитель. Lovely and dear teachers, let smile shine on your faces forever. Believe us, we will always remember you, wherever the roads may take us. Of course, there were moments when we were naughty and irritated you, sometimes even afflicted you. But be sure, we didn't do it on purpose. We were just innocent, naughty and lively children. Նրանցից բացի հրաժեշտի արարողությանը մասնակցում էին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, հենակետային վարժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանը, համալսարանի դասախոսներ ու վարժարանի ուսուցիչներ, ինչպես նաև շրջանավարտների ծնողներն ու բարեկամները։ Համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն իր ողջունի խոսքում հիշարժան համարեց օրը, քանի որ այսօր ոչ միայն Զորիկ Գևորգյանի անունը կրող հենակետային վարժարանը կյանք է ճանապարհում իր առաջին շրջանավարտներին, այլև նրանցից շատերը կրթությունը կշարունակեն Վանաձորի պետական համալսարանում։ Հատկանշական է, որ շուրջ 120 շրջանավարտներից 70-ը նախընտրել է ուսումը շարունակել հենց այս բուհում։ Ասել է, թե շրջանավարտների հանդիպումը մոտ ապագայում է, սեպտեմբերի 1-ին նրանք դարձյալ ներս կմտնեն համալսարանի դռներից։ Կուկու, բռնվեցիք պորչակս, հիմի լսեք քարյակս, տնօրենի առաջ մոմ վառեք, ու ինչ էլ ասի լռեք, հիմի նստեք տեղերը, որ թակեմ ձեր կողերը, ենթաշկեն վրա երթի առանց մատյան ու հերթի, ստուգողականը գրեք գրասեղանից դրեք, պիտի թափ տամ ձեր գանգը, վաղուց պատել է ժանգը, չի փրկի ձեզ ոչ զանգը և ոչ էլ վերջին զանգը։ Վարժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանն էլ, ով արդեն 5-րդ շրջանավարտներին է ճանապարհում դեպի կյանք, իր խոսքում նկատեց, որ այսօր հուզմունքն իր առավել մեծ է։ Թվում է, թե արդեն 5-րդ շրջանավարտն եմ տալիս եւ թվում է, թե պետք է չհուզվեի, բայց ամեն տարի, ամեն շրջանավարտի գնալու հետ հազիվ եմ զսպում ինձ եւ իս սրտե շնորհավորում եմ ձեզ, ելի հուզմունքս գլուխ բարձրացրեց, իս սրտե շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ
Այսօր ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ սա ինձ համար կրկնակի տոն է, այս մեր սիրելի կրթօջախը ավարտում է նաև իմ որդին, եւ ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, ինչ ցանկանում եմ իմ զավակին, նույնը ցանկանում եմ ձեզ, սիրելի շրջանավարտներ, կյանքը ձեզ ուր էլ տանի, որ կրթօջախն էլ որ գնաք, իմացեք, որ բացի ձեր հարազատ ընտանիքները, դուք ունեք մի տեղ, դա մեր վարժարանն է, որտեղ ձեզ կլսեն, ձեզ խորհուրդ կտան, կսփոփեն, ցանկացած պահի մեր դռները միշտ բաց են ձեզ համար, միշտ համեցեք, այսօր մենք մեծ կյանք ենք ճանապարհում թվով 119 շրջանավարտի եւ ես իմ սրտի խոսքն եմ ասում, կցանկանամ, որ դուք բոլորը սեպտեմբերի 1-ին հանգրվանեք մեր շատ սիրելի համալսարանում, քանի որ մի անգամ եմ ընդամենը մոտենալու բարձրախոսին, ես ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ուղղել նաև բոլոր դասղեկներին քրտնաջան աշխատանքի համար, վարժարանի սպասարկող անձնակազմին միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Շնորհավոր սիրելի շրջանավարտներ, բարի երդ ձեզ։ Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին համալսարանի ռեկտորին, վարժարանի տնօրենին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց։ Հնչեց վերջին զանգը։ Շրջանավարտները փոքրինչ հուզված, ուրախութած աչքերով շնորհավորեցին միմյանց եւ խոստացան հավատարիմ մնալ հարազատ կրթօջախին, միշտ բարձր պահելով նրա անունը։ Իմ լավ դասագիր, սեր իմ առաջին, ուր եք սպասեք երազ եք արծես, ուր եք սպասեք ձայն տվեք գոներ, լսում եք, կանչում են, գալիս եմ բոլորի մորերն անհոգ, սերն իմ առաջին, իմ ուսուցիչը, կանչում են, գալիս եմ, ուրեմն արդեն մանուկ չեմ, դեղողանջիր զանգ վերջին, իլուր աշխարի, մեր երդն ավետիր։ Արմինե Մկրտումյան, Լիլիթ Յոչյան, Միք հեռուստաընկերություն։